Մեղվի մոլորակում ջրաջան աշխատում են ամուսիններն Արեգն ու Ռուզաննան։ 3 տարի առաջ Գառնիում ստեղծեցին իրենց մոլորակը, որտեղ պատրաստում են մեղրային արտադրանքներից մինչև բնական կոսմետիկ միջոցներ։ Սկզբից նախատեսել ենք, որ պետք է լինեն միայն մեղվանոց ու արտադրամաս փոքր։ Բայց ընթացքում երբ որ շինարարությունը արդեն սկսել էինք, մի որոշ ժամանակ էր անցել, փոխվեց մեր բոլոր պլանները, որ ոչ, պետք է լինի հյուրատուն, պետք է լինի մեղրի արտադրամաս, խնամքի միջոցների արտադրամաս, մեծ մեղրի համտեսի սրահ։ Տնտեսագետ Արեգը եւ դիզայներ Ռուզաննան իրենց յուրահատուկ մոլորակը ստեղծել են ինքնուրույն։ Բոլոր դժվարությունները հաղթահարել են ընտանիքի եւ ընկերների օգնությամբ։ Արեգը մեղվաբուծությունը ժառանգել է պապիկից, փեթակների հիմնական մասը Վայոց ձորում են։ Սկզբում մեղր էին պատրաստում միայն տանը ունենալու եւ փոքր քանակով վաճառքի համար։ Հետո որոշեցին մեղրից պատրաստել այլ մթերքներ։ Գառնին էլ դարձավ այն կանգառը, որտեղ արտադրամասն է, հյուրանոցը եւ փորձարարական մեղվանոցը։ Այստեղ շատ լավ երևում է, թե ոնց են նեկտար բերել մեր մեղուները։ Տեսեք, գործում են մեղուները, այս սպիտակը նոր գործած մեղրամոմ է։ Մեր խնամքի միջոցների արտադրության ժամանակ այս մեղրամոմը մեր արտադրության մոմն է լինում, մեր մեղուներից ենք վերցնում։ Ամուսինները պարտականությունները բաժանել են։ Մեղրի արտադրամասի պատասխանատուն Արեգն է։ Փաթեթավորման եւ խնամքի միջոցների աշխատանքը Ռուզաննայինն է։ Ունենք մենք ծաղկափոշի հավաքող սարք, որի միջոցով հավաքում ենք այս ծաղկափոշիները։ Ծաղկափոշին շատ կարևոր մեղվամթերք է, որը բարձրացնում է մարդու իմունիտետը, դիմադրողականությունը, մի խոսքով վիտամինների հսկա պաշար է։ Մեղվի մոլորակում պատրաստում են նաև կրեմ մեղր, անգամ մեղրի գինի։ Ինքը 4 գինի ենք ստացել, բացառապես մեղր եւ ջուրը 2 տարի ու ավել իր վրա աշխատանք ենք կատարել մեր գործընկերների հետ համատեղ, մեր հատուկ մասնագիտացված տեխնոլոգների հետ, որտեղ ստացել ենք մեր հրաշք գինին։ Կրեմ մեղրը սովորական նուտելայի ալտերնատիվ տարբերակն է, այսինքն երբ որ երեխաները ձգտում են դեպի քաղցի, մեղրը դրա օգտակար տարբերակն է։ Կրեմ մեղրի մեջ որևէ բան չի ավելանում, ինքը ուղղակի մեղրն է, հատուկ հարիչ սարքով հարում է ու դարձնում է կրեմ մեղր, այնտեղ միայն ավելանում են օրինակ կակաո, դարչին, վանիլ, ըստ թե ինչ համենք մենք ուզում վերջում ստանանք։ Մեղվի մոլորակի հաջողության ճանապարհի գործընկերները Ագբա ֆեդերացիան եւ Impact Hub-ն են։ Fellowship ծրագրի շահառուներից են տարբեր դասընթացների հանդիպումների արդյունքում Արեգն ու Ռուզաննան ձեռք բերեցին բիզնես մտածողության նոր մոտեցումներ։ Ագբա ֆեդերացիան Impact Hub-ի հետ Fellowship ստեղծեց։ Մենք հայտարարություն լրացրեցինք ու մենք անցանք 3-ից 6 ամիս դասընթացների փուլներ, որտեղ մենք ավելի բարելավեցինք մեր գիտելիքները։ Ամենօրյա շփում մեծ արտադրություն ունեցող մարդկանց հետ։ Վերջո համակարգա, որը ճիշտ աշխատում է։ Փորձի փոխանակում, նոր ծանոթություններ, համագործակցության եզրեր։ Ռուզաննան սկզբում միայն մեղրով օճառներ էր պատրաստում, հետո անցավ վերապատրաստումներ, դասընթացներ եւ սկսեց խնամքի միջոցների արտադրությունը։ Դեմքի քսուկներ, չորոտանելիք, մարմնի կարագ բոլոր միջոցները մինչև վաճառքի դուրս գալը անցնում են լաբորատոր քննություն։ Պատրաստեցինք մարմնի քսուկ, որը շատ օգուտ է չոր մաշկի համար։ Առաջին 2 կիրառումից հետո էֆեկտը արդեն զգացվում է։ Բաղադրության մեջ յուղեր են, մեղրամոմ, վիտամիններ, լավանդայի եթերայուղ ու շատ անուշ բույր։ Ամուսինները վստահեցնում են հաջողության համար ֆինանսական միջոցները օգնում են, բայց կարևորը հավատն է գաղափարին, որը գործում գլխավոր շարժիչն է։ Կենտրոնի ստեղծման ընթացքում շատ օրեր են եղել, երբ որ օրինակ ես մտածել եմ, որ էլ անհնարին է, ոչ ուժ ունենք, ոչ էներգիա, ոչ ռեսուրս, բայց հետո հաջորդ օրը հիշել եմ, թե մենք ընդհանրապես ինչ ենք ուզում ու շարունակել ենք։ Այսինքն ամենակարևորը հավատն է, որ դու քեզ հավատաս, իսկ հետո արդեն հստակ պատկերացում, թե ինչ ես ուզում։ Մեղվի մոլորակում կարելի է նաև ապիթերապիայի մասնակցել ծաղկաբույրով ու մեղուների բզոցով լցված տնակում թեյ խմել, կազդուրվել եւ առողջացած վերադառնալ տուն։